Բարև ձեզ, Վարշավայից իր աշխատանքն է շարունակում ՎՏ Հայաստան Նյուզը, տաղավարում աշխատում է Ռազմիկ Մարտիրոսյանը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումից հետո Բարգավաճ Հայաստանը քայլերի շարք է սկսում, իսկ ուժեղ Հայաստանը պահանջում է չեղյալ հայտարարել ընտրությունների արդյունքները։ Ռուսաստանից քանի քաղաքացի է ընտրական ժամանակահատվածում ժամանել Հայաստան, ֆուտբոլային տոնն սկսված է։ Այս եւ այլ թեմաների վերաբերյալ կխոսենք առաջիկա րոպեներին։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն անվավեր է ճանաչել երկու ընտրատեղամասերում քվեարկության արդյունքները։ Բարգավաճ Հայաստան կուսակցությունն այս որոշումը ուղիղ հարված է համարում իրեն։ Կուսակցությունը քայլերի շարք է սկսում, իսկ ուժեղ Հայաստանը պահանջում է չեղյալ հայտարարել ընտրությունների արդյունքները։ 101 հոդվածը խոսում է այն մասին, որ եթե վերաքվեարկության արդյունքները այնուամենայնիվ չեն վերացնում ուժերի նկատմամբ ազդեցությունը, ապա կարող է ազգային ժողովի անվավերության հետ կապված որոշում կայացվել։ Հետևաբար, այո, հետևանքները կարող են գնալ ընդհուպ միջև ազգային ժողովի ընտրությունների անվավեր ճանաչելը։ Մենք ներկայացրեցինք 2026 թվականի հունիսի 7-ի ազգային ժողովի ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու դիմում։ Նշված դիմումի շրջանակներում ներկայացրել ենք այն մասշտաբային ընտրախախտումները, որոնք տեղի են ունեցել նախքան քվեարկության օրը, ինչպես նաև քվեարկության օրը ևս։ Իշխանությունը շարունակում է ընդդիմությանը մեղադրել ընտրակաշառք բաժանելու մեջ եւ խոստանում լինելու են հետևանքներ։ Վերջին 8 տարիների ընթացքում առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունում ընդդիմությունը փորձեց զբաղվել ընտրակեղծիքներով, համատարած ընտրակաշառք բաժանելով, կազմակերպելով այլ երկրներից մարդկանց տեղափոխումը Հայաստանի Հանրապետություն քվեարկության նկատմամբ, նրանց շահագրգռելով, վախեցնելով եւ նմանատիպ բաներով։ Ես շատ հստակ ուզում եմ արձանագրել, որ սա կարմիր գիծ էր, որը որ հատվեց ընդդիմության կողմից, եւ շատ ուզում եմ հստակ նաեւ արձանագրել, որ սա ունենալու է շատ կոշտ հետևանքներ։ Քննչական կոմիտեն վաղ առավոտյան խուզարկել է Բարգավաճ Հայաստանի ցուցակով падգամավորի թեկնածու Արեգնազ Մանուկյանի բնակարանը։ Մի րոպե մի մտեք մեր բնակարան։ Մենք դատարանի որոշում ունենք։ Հասկանալի է, ցույց տվեք։ Ցուցակություն կատարելու համար դուք հիմա Հասկանալի է։ Ես չեմ խոչընդոտում։ Ես չգիտեմ դուք ով եք։ Ցույց տվեք, ձեր փաստաթուղթը ցույց տվեք։ Կոմիտեի աշխատակիցն եմ Գևորգյան։ Հարգելի Գևորգյան, կատարի թույլտվություն ունեմ, խնդրեմ անջատել։ թույլտվությունը ցույց տվեք եւ մտեք մեր բնակարան։ Ես գիշասում դուք այս բանի Թույլտվությունը Ծանուցագիրը ցույց տվեք։ Մի րոպե հələ, մի րոպե։ Ծանուցագիրը ցույց տվեք, նոր մտեք մեր բնակարան։ Եթե հետևել եք տեսագրությանը, ապա քննիչները ուրեմն մուտք են գործում մարդու տուն առաջին հերթին առանց պատշաճ ներկայանալու, թե իրենք ովքեր են, եւ միայն մեր գործընկերոջ պահանջով է, որ բարեհաճում են ցույց տալ իրենց վկայականը եւ հավաստել, որ իրենք քննիչներ են եւ ոչ թե ինչ-որ խուլիգաններ, ովքեր մուտք են գործում մեր գործընկերոջ տուն։ Հետո երբ մեր գործընկերը պահանջում է որոշումը դատարանի խուզարկությունը իրականացնելու վերաբերյալ, մեր գործընկերոջն ասում են դուք խոչընդոտում եք քննչական գործողությանը։ Այդպիսի աբսուրդ պարզապես հնարավոր չէ պատկերացնել։ Ռուսաստանից քանի քաղաքացի է ընտրական շրջանում ժամանել Հայաստան։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը թվեր չի հրապարակում, բայց վստահեցնում է ամբողջն իրենց տեսադաշտում է։ Թե ներքին գործերի նախարարության կողմից, թե ազգային անվտանգության ծառայության, թե արտաքին հետախուզության ծառայության կողմից թեման ուշադրության կենտրոնում է, այս պահին թվեր հրապարակել չէի ցանկանա, բայց վստահ եմ գիտեք, որ ամբողջը մեր տեսադաշտում է։ Ունեցել ենք նաև վարույթներ, որոնցով անցնում են այո նաև Ռուսաստանի Դաշնությունից եկած մեր հայրենակիցները, ընդ որում ունենք ձերբակալումներ նրանց շրջանում, բայց ուզում եմ նորից շեշտել, ամբողջը իրավաչափ վարույթի շրջանակներում, եթե հայտնաբերել ենք, որ եղել է ընտրողի իրավունքի վրա ազդեցություն կամ իրենք որևէ ձևով խոչընդոտել են որևէ ընտրողի ընտրական իրավունքը, ապա նրանք բնականաբար ենթարկվել են մեր կողմից ձերբակալման եւ նրանց հանձնել ենք նախաքննական մարմին։ Ռուսաստանի Դաշնության անասնաբուժական եւ բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը Ռոսելխոզնաձորը ժամանակավորապես սահմանափակել է հայկական գյուղմթերքի մուտքն իր շուկա։ Ներմուծման արգելքի պատճառը ըստ ռուսական կողմի փաստաթղթաշրջանառությունն է ու ֆիտոսանիտարական խախտումները։ Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնել է, որ կապի մեջ է ռուսական կողմի հետ իրավիճակը պարզաբանելու եւ խնդիրը հնարավորինս սեղմ ժամկետում լուծելու ուղղությամբ։ Հիշեցնենք, որ Ռուսաստանը հայկական գյուղմթերքի հիմնական արտահանման շուկաներից մեկն է։ Թեմային անդրադարձել է իմ գործընկեր Քրիստինե Ոսկանյանը։
Ռուսական սահմանից Հայաստան վերադարձված հայկական մրգի եւ գյուղմթերքի հետագա ճակատագիրն անհայտ է։ Մեծ հետ զրույցում օրերս Հայաստան վերադարձած տոննաներով բեռնված ելակ տեղափոխող բեռնատարի վարորդի խոսքերով իրենց բեռը ոչ մի խնդիր չի ունեցել մինչև ռուսական սահմանին մոտենալը։ Վարորդն անհանգստացած է, որ ամենաշուտ փչացող ելակի կեսից ավելին անպիտան է լինելու անգամ տեղական շուկայում իրացնելու համար։ Անհասկանալի պատմության մեջ ենք հայտնվեց, էլ չենք գտնում կոնկրետին բեռը Կելուբնիկ Հայաստանում անցել է համապատասխան զննում, ասել եմ սահման, ասում են չի համապատասխանում, իրաց նորմերին, ու հետ են ուղարկում Հայաստան, հիմա որ ես շուտ փչացող Կելուբնիկ է, հետ բերեմ շուկաներում գիտանիք է լինի, պատահել թե ոչ, ես չգիտեմ։ Այդ քուրսին չասեմ, ամեն տարի կարացել ենք արտահանենք, հիմա այս տարի չեն թողում արտահանենք։ Սենց բերում ենք, լցնում ենք բոշկեքը, որը ծախվում է, որը չի ծախվում։ Ռուսաստանի Դաշնությունը ժամանակավորապես սահմանափակել է Հայաստանից թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի, ելակի, ինչպես նաև կորիզավոր մրգերի, խաղողի եւ չրերի ներմուծումն իր երկիր։ Արդյունքում հայկական գյուղմթերքով բեռնված բազմաթիվ մեքենաներ հետ են վերադարձվում կամ կանգնեցվում են սահմանին։ Ռուսական շուկա մուտքի արգելքի պատճառը փաստաթղթային անհամապատասխանությունն է։ Ռուսական կողմը ֆիտոսանիտարական անվտանգության նորմերի խախտում է հայտնաբերել։ Ռոսելխոզնադզորը հայտարարել է, որ անվտանգության խնդիրներ կան եւ գյուղմթերքը չի համապատասխանում ԵԱՏՄ պահանջներին, իսկ մատակարարման ընթացքում խախտումների դեպքերն աճել են։ Հայկական կողմը իդեմս ծննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ձեռքերը ծալած չի նստել, հավաստիացնում է տեսչության մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը։ Տեսչական մարմինը կապ է հաստատել Ռոսելխոզնադզորի հետ եւ բանակցում են հասկանալու համար թե խնդիրը որտեղ է եւ ինչպես կարելի է այդ խնդիրները հաղթահարել։ Այդ ստուգումները համատեղ ստուգումներ էին, մենք մեծ աջակցություն ենք ցույց տվել։ Բանակցությունները շարունակվում են, կտեսնենք թե ինչպիսի արդյունքներ կարձանագրվեն։ Տեսչության պատասխանին սպասող գյուղացու համար ամեն օրն ու ժամը նշանակություն ունի։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը մինչև օրս դեռ հայտարարություն չի արել, քանի որ ըստ տնտեսագետ Գագիկ Մակարյանի խնդիրը հայկական արտադրանքների ստանդարտներին չհամապատասխանելու մեջ է։ Հակառակ դեպքում այլ կլիներ տեսչության դիրքորոշումը։ Եթե քո համոզմունքը կա, որ դու ճիշտ ես, լեզուդ երկար է լինում, ուրեմն երկար է։ Հարց է առաջանում։ Ռուսները ճիշտ են, թե սխալ են։ Եթե ճիշտ են, ուրեմն դրաման են լռում, ուրեմն ճիշտ են։ Հետևաբար խոսել որակի մասին ուրեմն սխալ է, ուրեմն որակի խնդրեմը կա։ Իսկ եթե ռուսները սխալ են, տեսչությունը պետք է հակադարձի անպայման, համինքը ստուգումներ կատարի։ Համել ամիջապես ինքը պետք է հակադարձի, որ ես մասնակցել եմ ստուգումներին։ Չկա նման բան։ Ըստ Մակարյանի պետությունը պետք է հարկատուի պաշտպանը լինի, պետք է պաշտպանի այն, ինչը պետական ծրագրերի շրջանակներում ստեղծել է ձեռնարկատիրոջ հետ միասին։ Հակառակ դեպքում տուժողը անպաշտպան արտադրողն է։ Մարդիկ հարկադրված են էժան վաճառը չեն երկին շուկայում, որ իրաց վրա չմնա։ Բայց եթե խնդիր ունի, հանգած, պարզվի որ որակի խնդիր ունի։ Մենք ոչ նշանակում, որ լավություն ենք անում թեկուզ էժան վաճառելով վնասակար մթերքը։ Գյուղմթերքի արտահանման սահմանափակումը ոչ միայն խնդիրներ է ստեղծել արտադրողի համար, այլև ամեն օր շուկաներում համեմատաբար մատչելի եւ թարմ անվնաս միրգ ու բանջարեղեն փնտրող քաղաքացու համար։ Շուկան թանկ է, բան չունեմ ասեմ։ Մինչև այսօր ելակը 1500, 1700 առնում են քիչ, սահմանափակ։ Առաջին անհրաժեշտ բաները փորձում եմ գնել։ Պետք է ուրենք մի 5000 լինի, որ ես կարողանամ ասենք թե այդ օրը նորմալ բաներ կինեմ, հաջորդ օր։ Այսինքն ամսական 150,000 միայն միրգ բանջարեղենի վրա։ Չհաշված գնացած։ Տնտեսագետի հաշվարկմամբ այս պահի դրությամբ պետությունը պետք է 5-ից 6 միլիոն դոլար հատկացնի հետ վերադարձված ապրանքների սուբսիդավորմանը։ Բացի Հայաստանի Հանրապետության կառավարությունից արտադրողներին իր աջակցությունն է ցուցաբերել նաև Եվրամիությունը։ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ Եվրամիությունը Հայաստանին կտրամադրի ավելի քան 50 միլիոն եվրոյի ֆինանսական աջակցություն Ռուսաստանի կողմից հայկական արտադրանքի նկատմամբ սահմանափակումների ֆոնին։ Քրիստինե Ոսկանյան, ՎՏ Հայաստան News։ The Insider պարբերականը հերթական հոդվածն է հրապարակել այն մասին, թե ինչպես Matryoshka բոտային ցանցը ենթադրաբար կեղծ մեդիա բովանդակության միջոցով իրականացրել է ապատեղեկատվական արշավ, նպատակ ունենալով ազդել Հայաստանի խորհրդարանական ընտրությունների ընկալման վրա։ Թեմայի վերաբերյալ կզրուցենք Media AM կայքի խմբագիր Գեղամ Վարդանյանի հետ։ Insider-ը պարբերաբար
հրապարակում է ռուսական այդ ցանցի պետակցության մասին հոդվածներ Հայաստանում եւ եթե նույնիսկ բացեք այդ հոդվածը, վերջին հոդվածը, որը որ ունենք, այսինքն insider ունի, այդ հոդվածը որ բացեք, այդ հոդվածի ներքևում, երբ որ այլ հոդվածներ են ներկայացում, եւս երկու հոդված կա Matryoshka ցանցի աշխատանքի մասին։ Եվ արդեն գրվել է, խոսվել է այդ մասին տարբեր դիտորդների կողմից, ընդհանրապես փաստեր ստուգող կազմակերպությունների կողմից, հաղորդակցությամբ զբաղվող մարդկանց կողմից եւ կազմակերպությունների կողմից, որ Հայաստանում հունիսի 7-ի ընտրությունները շատ մեծ ծավալով հարձակման են ենթարկվել ռուսական ցակմամբ տարբեր ապատայեկատվական ապատայեկություն տարածող տարբեր կենտրոններից կողմից եւ ոնց որ Matryoshkan այդտեղ այդ Matryoshka ցանցը, բոտերի ցանցը, ռուսական ցանցը, այդտեղ կարևոր տեղ է զբաղեցրել եւ ընտրություններից հետո էլ ինչպես երևում է շարունակում է այդ գործողությամբ զբաղվել ընդհանրապես ինչ է Matryoshkan այդ ռուսական խաղալիքն է հայտնի երբ որ ասես բացում ես տիկնիկի մեջ մեկ ուրիշ տիկնիկ է եւ այդպես շերտերով գնում են տիկնիկները եւ այդ Matryoshka-ի միջոցով ռուսական ցաղման այդ ցանցի միջոցով ոնց որ իրադարձության նկատմամբ իրադարձության մասին արհեստական աղմուկ են ստեղծում եւ իմաստը այն է որ այդ աղմուկը շատ նման է իրականություն բայց իրականություն չէ այդպես է աշխատում ընդհանրապես այդ ցանցը եւ այս մի հրապարակումը ինսայդերի նորից հենց այդպիսի պատմության մասին է մեզ պատմությունը մեզ ներկայացնում կա բան բոտերի բլոկավորման նախագիծ որը կատարել է ուսումնասիրություն եւ հայտնաբերել է այդ ռուսական կամ ռուսամետ բոտերի ակտիվությունը եւ ինչն է այս անգամ եղել առիթը այս անգամ նորից այսինքն առիթը կարող է լինել իրական բայց իրականությունը լրիվ տարբեր առիթը եղել է այն որ ֆրանսիական մեսենջեր կա չափ որը որ ոնց որ ռուսական Max-ը մեսենջեր բայց Max-ը բոլորի համար է այդ չափը այդ մեսենջերը ոնց որ Ֆրանսիայում պետական կառույցների միջև հաղորդակցության համար է պատասխանատու այդ մեսենջերը չափ անունով այդ մեսենջերը բանա կոտրվել է հակերական հարձակման հետևանքով կոտրվել է եւ իրոք արտահոսք ունեցել արտահոսք տեղ ունեցել այդ մեսենջերից բայց խնդիրն է նա որ այդ արտահոսքը եւ ֆրանսիացիները ընդունել են այդ ֆրանսիական կողմը ընդունել է այդ արտահոսքը բայց նաեւ ասել է որ 13.5 գիգաբայթ ծավալի տվյալներ են արտահոսել որտեղ ահագին 10,000-ավոր հաշիվներից հաղորդակցություններ են իրար գրում, բայց նաև ֆրանսիական իշխանությունը ասել է, որ չարագործները ընդամենը մուտք են ստացել հանրային կոմենտներին եւ իսկ պաշտպանված մեկնաբանություններին, պաշտպանված խոսակցներին թեև մուտք չեն ստացել, բայց քանի որ իրականում այդ չափը կոտրվել է, այդ Matryoshka ցանցի վարողները կամ ադմինները որոշել են օգտվելով եւ այդ ոնց որ մուտք ջրեր են կոտրվել է, չգիտես, ինչն է արտահոսել 13 քանի գիգաբայթով են այդ մուտք ջրերում սկսել են տարածել տարբեր տեսակի ինֆորմացիաներ իբրև թե Ֆրանսիան Փաշինյանին կամ Հայաստանին համոզել է եւ կապայմնարողացություն որ Հայաստանը լինի զինվորական հարթակ Ռուսաստանի դեմ պատերազմի համար այդ կարգի ապատեգատվական խոսքեր իրական մարդկանց անուններ են ընդ որում օգտագործվում, ասենք ոնց որ իրական է որ կոտրվել է, իրական մարդ են բերում այդ արտահոսքի մեջ որ իրական լրագրողի անուններ են օգտագործում, որը իբր թե դա ասել է հաղորդակցությունների միջոցով իրական պաշտպանության նախարարին Ֆրանսիայի անունն են օգտագործում Կետրին Վոտրենի, որ ժամանակի ընթացքում արդեն Հայաստանը, Թուրքիան եւ Ադրբեջանը, այսպես ասած, կխժռեն եւ մենք
Հայաստանն այսպես ասած խաբեցինք եւ ԵՄ-ի անդամության հեռանկարով, այդ կարգի խոսակցությունները, որը իրականությանը չի անպատասխանում, որ նորից հղում անելով նորից լրագրողներ առանց սահմանի կազմակերպության գլխավոր տնօրեն Տիբո Բյուրտենին, որը որ իրական մարդ է, բայց այդպիսի բան չի ասել եւ հաղորդակցություն չկա, որ իբրև թե Ֆրանսիան 120 միլիոն եվրո է ծախսել Հայաստանում Օգուտ Փաշինյանի ընտրությունները կեղտելու համար։ Այդ կարգի դեզինֆորմացիան հոսքեր։ Պարոն Վարդանյան, ինչ հիմնական մարտահրավերներ են բախվում հայ լրագրողներն ու փաստերի ստուգմամբ զբաղվող կազմակերպությունները նման բարդ եւ զարգացած ապատեգատվական արշավներին հակազդելիս։ Իրականում Մատրյոշկայի եւ APT 15-16 համակարգերի մասին առնվազն փաստեր ստուգող լրագրողները շատ լավ գիտեն եւ անդադ պատմում են մարդկանց։ Եվ այս պատմությունը, որ բանում Մատրյոշկայի նոր ապատեգատվական այդ արտահայտումը փորձը անընդհատ է լինում, երևի շաբաթը 1 կամ 2 կամ 3 բարբերականությամբ Հայաստանի նկատմամբ, ամբողջ խնդիրը, եթե խոսենք փաստեր ստուգողների համայնքի մասին կամ փաստեր ստուգողների մասին Հայաստանում, կարևորը այս խնդիրը, այս պատմությունները մարդկանց հնարավորինս պարզ լեզվով ներկայացնելը, մարդկանց այնպես ներկայացնելը, որ հասնի նրանց ոչ միայն գրվի կայքերում, այլ նաև սոցիալական մեդիայում տեղ հասնի, պարզ լեզվով գրված, եւ նաև նույնիսկ երբ որ մարդ այունակ ես նոր դες պատմում էի, այս պատմությունը Մատրյոշկայի եւ անդադ մտածում եմ, եթե մեկը կողքից լսի եւ կտրի իմ խոսքերը, արդյոք կարող է ներկայացնել դա որպես ապատեգատվության հերքում, թե ապատեգատվություն տարածում, այսինքն այնպես կառուցել խոսքը, որ այդ խոսքը կսի հենց պրիբանկով կամ դիբանկով, որ այո, սա սուտ է, հետո նոր պատմել թե ինչ ա եղել։ Այսինքն պարզ ներկայացնել իր կատարվածը, վիզուալ ներկայացնել, անընդհատ աշխատել լսարանի հետ, մեծացնել լսարանը, ըստ էության ունենալ այն վարկը, որ ունի հենց այդ Մատրյոշկան։ Այսինքն լինել մաքսիմալ պարզ, մաքսիմալ պոպուլյար, բայց իրական առանց խաբելու։ Ֆուտբոլային տոնը սկսված է, աշխարհի առաջնության տենդը համակել է ողջ մոլորակը, հասնելով մինչև անգամ Սպիտակ տուն։ Մեքսիկայում կայացել է ֆուտբոլի պատմության մեջ ամենաթանկ աշխարհի առաջնության բացման արարողությունը։ Եվս 2 բացման միջոցառումներ էլ կայանալու են մյուս հյուրընկալող երկրներում՝ Միացյալ Նահանգներում եւ Կանադայում։ Նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ ծրագրում է անձամբ հետևել խաղերին, թեև նրա հստակ երթուղին դեռ գաղտնի է պահվում։ Մեքսիկայի Ացտեկա ստադիոնը վերածվել էր կանաչ եւ դեղին մարզաշապիկների հեղեղի, որտեղ բացման արարողությունը ցնցել էր իր բազմերանգ գույների եւ կատարումների ներքո։ Բացումից քիչ անց Ացտեկա ստադիոնում մրցել են Մեքսիկայի եւ Հարավային Ամերիկայի հավաքականները։ Հանդիպումն ավարտվել է տանտերերի 2-0 հաշվով հաղթանակով։ Գլխավոր ֆավորիտներ Իսպանիան, Ֆրանսիան, Անգլիան եւ Բրազիլիան պատրաստվում են իրենց մրցաշրջանին։ Մնացել է 104 խաղ, որոնք կավարտվեն հուլիսի 19-ին Նյու Ջերսիում։ Այս թողարկման համար նախատեսել էինք այսքանը։ Հետևեք մեզ ՎՏ Հայաստան Նյուզի Facebook-յան եւ YouTube-յան հարթակներում, որպեսզի բաց չթողնեք օրվա կարևոր նորությունները։